Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանը և Հեծանվորդների ֆեդերացիան հեծանվի համաշխարհային օրվա առթիվ հրավիրեցին հեծանվորդներին, սիրողականներին, հեծանվասերներին մասնակցելու հեծանվաշքերթի Երևանի կենտրոնական փողոցներով և հեծանվաշքերթը այսօր կուղևորվի նաև Էջմիածին քաղաք, որը որդեգրեց հեծանվային մշակույթի զարգացման և առհասարակ այլընտրանքային փոխադրամիջոցների տարածման քաղաքականությունը Ստեփանավանից և Ապարանից հետո Էջմիածին քաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրվելու են կիսի ճանապարհը տեղեկատվական նշաններ, որոնք հնարավորություն են տալիս նույն ճանապարհով տրանսպորտային միջոցներից բացի նաև հեծանվորդների երթևեկությունը։ Էջմիածին քաղաքում նաև այսօր բացում ենք անելու կայանատեղիների։ Շատերը թերահավատորեն են մոտենում, որ Երևան քաղաքը հեծանվավարման համար հարմար չէ, ես կասեմ ճիշտ հակառակը, Երևանը իդեալական է հեծանվավարման համար, ուղղակի պետք է ստեղծել որոշակի նախապայմաններ։ Հեծանվորդների ֆեդերացիան այսօր նաև տոնում է իր գործունեության 13-րդ տարեդարձը եւ պետք է ասեմ, ինչ 13 տարի առաջ, ինչ այսօր ահռելի մեծ տարբերություն կա հեծանվային մշակույթի ընկալման մեջ, բայց դա չի նշանակում, որ աշխատանք չունենք անելու, ահռելի գործ ունենք անելու։ Ապրում ենք առողջ ապրելակերպով, երբ որ լինում է հեծանվային շքեր, մենք մասնակցում ենք։ Մեր քաղաքը մի քիչ ռելիեֆային է, դե բարձր ցածր է, բայց ամեն դեպքում հարմարվում ենք։ Մենք էլ ենք հարմարվում, վարորդներն էլ են հարմարվում։ Ոգևորված ենք, հետաքրքիր է։ Տեսնենք կհասցնենք մինչև վերջ գնալ գալ։ Շատ ուրախալի է, որ դպրոցներին կառավարությունը բաժանեց 6500 հեծանիվներ, մենք կամ որպես կամավորներ միանում ենք դպրոցներին, ուսուցանում ենք